Ես Երուսաղեմում եմ, որոնելու այն 7 վայրերը, որտեղ Հիսուսն արյուն է հեղել։ Այսօր մենք փնտրում ենք խաչի 3-րդ հրաշքը։ Մենք գտնվում ենք մի վայրում, որի մասին հաստատ գիտենք, որ Հիսուսը քայլել է այստեղ։ Եվ մենք պատրաստվում ենք այցելել մի վայր, որի հարցում պատմաբանները գրեթե համոզված են։ Այն եղել է Կայափա քահանայապետի պալատը։ Բարի գալուստ Երուսաղեմի 7 հրաշքները։ Երուսաղեմում շատ չեն այն վայրերը, որոնց մասին կարելի է վստահորեն ասել Հիսուսն իսկապես քայլել է այստեղ։ Բայց այս վայրում հաստատ գիտենք, որ նա քայլել է։ Իմ հետևում կարող եք տեսնել հին քարե աստիճաններ, որը հայտնաբերվել ու պեղվել է 60-ական թվականներին։ Այս աստիճանները, որը կոչվել է Կայափայի աստիճաններ, մեզ տանում է դեպի այն վայրը, որը հնագետների կարծիքով եղել է Կայափա քահանայապետի պալատը։ Սա այն վայրն է, որտեղ Հիսուսը հարցաքննվել է երկրորդ անգամ, որտեղ նրան նորից մեղադրել են եւ կրկին ենթարկել բռնության մինչեւ արյունահոսելը։ Նախ միասին քայլենք դեպի Կեդրոնի հովտի գեղեցիկ տեսարանը։ Իմ հետևում դուք տեսնում եք Ձիթենյաց լեռը, իսկ ստորոտում Գեթսեմանի պարտեզը, ոսկեգույն գմբեթներով եկեղեցու ներքևում։ Հենց այստեղ է Հիսուսը մարտնչել մեր մեղքերի դեմ մինչև արյունահոսելը։ Այստեղից քիչ այն կողմ կարող եք տեսնել նաև հին քաղաքի պարիսպը։ Մենք գրեթե համոզված ենք, որ Հիսուսը քայլել է այնտեղ։ Հռոմեացի զինվորների կողմից շղթայված նա ի վերջո բարձրացել է այս ուղղաձիգ աստիճաններով։ Տակավին կարելի է լսել սրերի զրնգոցն աստիճանների վրա։ Սանդղավանդակների վերջում Հիսուսը մոտեցավ պալատի դարպասներին, որտեղ նրան երկրորդ անգամ էին հարցաքննելու եւ բռնության ենթարկելու։ Սուրբ Պետրոս եկեղեցին գտնվում է այնտեղ, որտեղ ժամանակին եղել է Կայափա քահանայապետի պալատը։ 2000 տարի անց Կայափայի տնից ոչինչ չի մնացել։ Եկեղեցու տակ գտնվում է միակ վավերական վայրը, մի սենյակ, որը նախկինում հասարակական բանտ է եղել։ Այն փորված է ժայռի մեջ։ Հնարավոր է, որ Գերագույն ատյանի կողմից Հիսուսին դատապարտելուց հետո նրան պահել են այստեղ, մինչև հաջորդ օրը վաղ առավոտյան Պոնտացի Պիղատոսի մոտ տանելը։ Անասը Հիսուսին ուղարկեց Կայափա քահանայապետի մոտ, Գերագույն ատյանի կողմից դատելու համար։ Գերագույն ատյանն Իսրայելի բարձրագույն դատական մարմինն էր։ Այն կազմված էր 72 հոգուց, գլխավորը քահանայապետն էր։ Սովորաբար Գերագույն դատարանը հանդիպում էր տաճարի շենքից մեկում գտնվող այսպես կոչված Լիսկաթ Հախասիդում, որը բարեպաշտների սրահն էր։ Քանի որ այս սենյակները հասանելի չէին գիշերը, Հիսուսին տարան Կայափայի պալատ։ Դատավարությունն ամբողջությամբ շինծու էր։ Արդեն իսկ որոշված էր, որ Հիսուսը պետք է մեռնի։ Նրանք շատ արագ մի քանի մեղադրող գտան, սակայն Հիսուսի դեմ մեղադրանքներ ներկայացնող վկաները կեղծ էին, եւ նրանց ցուցմունքները հակասում էին միմյանց։ Դատավարության ընթացքում կապեցին Հիսուսի աչքերը եւ հարվածեցին նրա դեմքին։ Նրանք ծաղրում էին նրան, թքում էին վրան ու ապտակում։ Նրա մորուքը պոկեցին դեմքից, ինչպես Եսային մարգարեացել էր. Իմ թիկունքը տվեցի ինձ հարվածողներին եւ իմ ծնոտը մորուքիս փետողներին։ Իմ երեսը չծածկեցի նախատինքից ու թքից։
Երրորդ անգամ Հիսուսի արյունը թափվեց գետնին, եւ դա հստակ նշանակություն ունի։ Ինձ դիմում են քրիստոնյաներ, ովքեր գիտեն, որ Աստված ներել է իրենց։ Նրանք նաեւ հավատում են, որ թշնամու մեղադրանքները պետք է լրացվեն իրենց կյանքում, բայց միևնույն է, մեղավոր են զգում։ Ինչպես է դա հնարավոր։ Դե ոչ միայն չարն է, որ մեղադրում է ձեզ։ Ձեր սեփական խիղճը նույնպես մեղադրում է ձեզ, ներսից ստիպելով մեղավոր զգալ։ Դավիթ թագավորը Սաղմոս 51:3-ում ասել է. «Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները, եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջևում է»։ Իր կամքին հակառակ Դավիթը մտովի նորից ու նորից տեսնում էր, թե ինչպես է շնություն գործում Բերսաբեի հետ եւ մահվան ուղարկում նրա ամուսնուն Ուրիային։ Սա չարի մեղադրանքը չէր։ Սա Դավթի սեփական ապականված խիղճն էր, որ մեղադրում էր նրան։ Ահա թե ինչու Դավիթն աղաղակեց Աստծուն։ Նա ասաց. «Երեսը թաքցրու իմ մեղքերից եւ ջնջիր իմ բոլոր անօրենությունները։ Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում»։ Եբրայեցիների 9:14-ում ասվում է, որ սա հնարավոր է դարձել խաչի երրորդ հրաշքի շնորհիվ։ Այնտեղ ասվում է. «Որչափ եւս առավել Քրիստոսի արյունը կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպիսի կենդանի Աստծուն պաշտեք»։ Քո խիղճը կարող է մաքրվել եւ արդարացվել Տեր Հիսուսի արյունով։ Այդժամ քո խիղճն այլևս չի մեղադրի քեզ եւ դու ավելի ընդունակ կլինես լսելու Աստծո ձայնը, որպեսզի կարողանաս ուրախությամբ ծառայել նրան։ Հունարեն խիղճ բառը երբեմն թարգմանվում է նաեւ որպես գիտակցություն։ Մեղքի հիշողությունները պահվում են քո գիտակցության մեջ։ Օրինակ, անմաքուր բաները մեր մտքում պահվում են պատկերների տեսքով։ Այնինչ մեկ անգամ տեսնում ես քո աչքերով, կարող է 1000 անգամ վերադառնալ հիշողության մեջ։ Մեղքի այս հիշողությունները կարող են հետապնդել քեզ մղզավանջների, հետհայացքների եւ կրկնվող հիշողությունների տեսքով, ճիշտ այնպես, ինչպես Դավիթն էր վերապրում։ Սաղմոս 51:3-ում նա ասում է. «Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները եւ իմ մեղքն ամեն ժամանակ իմ առջևում է»։ Դավիթն իր գործած սխալի մասին մտածելուց բացի ոչինչ չէր կարողանում անել։ Այն պահպանվել էր նրա գիտակցության մեջ։ Բայց քո գիտակցությունը պահում է ոչ միայն մեղքի հիշողությունը, այլև դրա հետ կապված ցավը։ Պրոֆեսիոնալ խորհրդատուներն ու հոգևոր սպասավորները չեն կարողանում կամ հազիվ են կարողանում հասնել այդ ցավին, քանի որ ցավոտ հիշողությունները սովորաբար ճնշվում են գոյատևելու համար։ Տարիների ընթացքում ես տեսել եմ, թե ինչպես կարող է Աստված անհնարինն անել եւ քո խիղճը շերտ առ շերտ մաքրել Տեր Հիսուսի արյունով։ Հանսի կյանքն այդպիսի մի օրինակ է։ Մի գիշեր նրա տանը սարսափելի ողբերգություն պատահեց։ Հրդեհ բռնկվեց ու արագ տարածվեց։ Հանսն ու կինն արագ արթնացրին առաջին հարկում գտնվող երեխաներին, որպեսզի նրանք կարողանային հնարավորինս արագ լքել տունը։ Սակայն կրակը տարածվել էր աստիճան ավանդակում, ուստի նրանք չէին կարողանում հասնել երկրորդ հարկ, որտեղ քնած էին մյուս երկու որդիները։ Հանսը սանդուղքով բարձրացավ տանիք իր տղաներին ձեղնահարկի պատուհանից հանելու եւ փրկելու համար։ Սակայն բոցն արդեն դուրս էր ժայթքում տանիքից։ Հանսը լսում էր, թե ինչպես են իր երեխաները օգնություն կանչում ու ողջ այրվում իրենից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Սա սարսափելի հոգետրավմա առաջացրեց, որը չէր ամոքվում։ Տարիներ շարունակ Հանսը լսում էր իր զավակների ձայներն ու զգում ծխի հոտն իր երազների մեջ։ 30 տարի շարունակ նրան տանջում էին մղձավանջները, որոնք ֆիզիկապես եւ հոգեպես հյուծում էին նրան։ Նա հազիվ էր կարողանում ապրել ու գործել, մինչև այն օրը, երբ եկավ մեր համաժողովներից մեկին ու լսեց խաչի 7 հրաշքների մասին։ Ես հրավիրեցի մարդկանց առաջ գալ եւ թույլ տալ, որ Տեր Հիսուսի արյունը մաքրի իրենց խիղճն ու գիտակցությունը։ Մոտ 200 հոգի առաջ եկավ։ Հանսն ու կինը մնացին դահլիճի ետևի մասում։ Նրանք կորցրել էին հույսը։
Մինչ մոտեցել էի մարդկանց համար աղոթելու, Սուրբ Հոգին հանկարծ ցույց տվեց ինձ, որ ինքը գործում է նաև դահլիճի հետնամասում։ Այդ նույն պահին Հանսը զգաց, թե ինչպես Աստծո Հոգին դիպավ իրեն, եւ մի ակնթարթում ամոքեց այն ցավը, որը պահված էր մնացել հոգետրավմայի հիշողություններում։ 30 տարի սարսափելի մղձավանջներից ճնշված լինելուց հետո նա գտավ հանգստություն, խաղաղություն եւ անդոր։ Մղձավանջներն այլևս երբեք չվերադարձան։ Աստված հրաշքների Աստված է։ Ես խորապես տպավորվում եմ ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես է Սուրբ Հոգին, հիմնվելով մեզ համար Հիսուսի կատարածի վրա, ամոքում մարդկանց ներքին ցավերը, վերքերն ու հոգետրավմաները։ Երբ նա մաքրում է նրանց գիտակցությունը եւ նրանց սրտերում սփռում հոր գերբնական սերը։ Երեմիա 31-34-ը կօգնի մեզ հասկանալ սա։ Այնտեղ ասվում է, որ Աստված խոստանում է, որովհետև ես պիտի ներեմ նրանց անօրենությունները եւ նրանց մեղքերը այլևս չեմ հիշի։ Այստեղ հիշել թարգմանված եբրայերեն բառը նշանակում է, որ Աստված ունակ է այլևս չմտածել այդ մասին, այլևս չվերհիշել այն։ Ահա թե ինչ է կատարվում ձեզ հետ, երբ ձեր գիտակցությունը մաքրվում է Տեր Հիսուսի արյունով։ Այդ ժամանակ դուք եւս ստանում եք այլևս դրա մասին չմտածելու ունակություն։ Խաչի երրորդ հրաշքը Եսայի մարգարեության իրականացումն է, որ Հիսուսը կրեց ոչ միայն մեր մեղքերը, այլև մեր ցավերը։ Ես հավատում եմ, որ Աստված ուզում է այսօր հրաշք գործել քո կյանքում։ Չկա որևէ դեղահաբ, որը բուժում է քո հոգեցնցված հիշողությունները։ Միայն Հիսուսի արյունը կարող է քո խիղճն ու գիտակցությունը մաքրել մեռած գործերից։ Եկեք մեր ձեռքերը միացնենք աղոթքով եւ վստահենք Աստծուն հրաշքի համար։ Երկնային Հայր, ես հավատում եմ, որ այսօր դու կարող ես հրաշք գործել յուրաքանչյուր անձի կյանքում, ով հիմա գալիս է քեզ մոտ։ Հիսուսի անունով ես խնդրում եմ քեզ, Տեր Հիսուսի արյունով մաքրել նրանց խիղճն ու ջնջել յուրաքանչյուր անմաքուր պատկեր, որը պահվել է նրանց մտքում։ Ես խնդրում եմ քեզ դիպչել մեղքի հիշողության մեջ պահված ցավին, որպեսզի նրանք կարողանան ստանալ քո ամոքիչ սերը քո ներկայության մեջ։ Ես խնդրեցի Տեր Հիսուսի անունով։ Ամեն։